Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ խորհուրդներ եւ ցուցումներ տալու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է որդու հիվանդության սիմուլյացիայի եւ խաբեության այլ ճանապարհով հերթական զորակոչից խուսափելու փորձին։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Վերջինիս կողմից հանցագործությունը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար եւ մեկնել պարտադիր զինվորական ծառայության։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 46-44-461 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 2-րդ կետերով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, ասված է հաղորդագրությունում։